Սրանք ամենաանիմաստ վարժություններն են, որոնք ես համարյա թե երբեք խորհուրդ չեմ տա անել։ Առաջինը, ու ես արդեն գիտեմ լիքը մարդու էս դուրս չի գալու, բայց այդ պլանկաներն են։ Պլանկաները պրեսի մկանների համար իրոք անիմաստ վարժություն են, մի քանի պատճառով։ Առաջին հերթին ժամանակի ընթացքում այս վարժությունը դժվարացնելու հարմար ձև չկա։ Հա, որոշ մարդիկ քարեր են դնում իրենց մեջքին, բայց որպեսզի այս վարժությունը իրոք բավականաչափ ծանր լինի, որ մենք բարձր ակտիվացիայի մակարդակի հասնենք մեր պրեսի մկաններում ու իրանք աճեն, երևի մի 100 կիլո պետք է մեջքիդ դնեն։ Առհասարակ իզոմետրիկները կարան էֆեկտիվ լինեն մկանային աճի համար, բայց մենակ երբ արվում են մաքսիմալ ջանքով ու կարճ ժամանակով։ 1-2 րոպե պլանկը պահելը այդ դեպքը չի։ Երկրորդը այդ Arnold Press վարժությունն է, որը իրոք իմաստ չունի երբեք անելու։ Պարզապես որովհետև ավելի լավ ալտերնատիվաներ կան։ Գանտելները sense պտտացնելը ոչ մի դրական բան չի անում մկանային աճի համար, այլ մենակ բալանսի ու կոորդինացիայի պահանջարկն է շատացնում, ինչի պատճառով թիրախային մկանում ակտիվացիայի մակարդակը իջնում է։ Բոլոր այն մկանները, որոնք աշխատում են այս վարժությունը անելուց, կարելի է շատ ավելի էֆեկտիվ ձևով մարզել, օրինակ shoulder press կամ incline bench press անելով, որոնք շատ ավելի ստաբիլ են։ Երրորդը այդ կանգնած աբդուկցիաներն են, sense քարը ոտին պայելով։ Առաջին հերթին, երբ կոնքասդրային հոդը ուղիղ է, ոտի աբդուկցիաները ավելի շատ աշխատացնում են S մկանը, այլ ոչ թե նստամկանը։ Ու երկրորդ հերթին կրկին քաշը ավելացնելու նորմալ ձև չկա։ Ու առհասարակ շատ անհարմար ու ոչ ստաբիլ վարժություն է համեմատած հասարակ նստած աբդուկցիաների սարքավորումի վրա։ Չորրորդ վարժությունը այդ գանտելներով այսենց ուսի external rotation-ներն են։ Ես ընդհանրապես գաղափար չունեմ մարդիկ խի են էս անում, երբ ոչ մի դիմադրություն շարժմանը հակառակ ուղղությամբ չկա, քանի որ գրավիտացիան գանտելները ներքև է քաշում։ Այս նույն վարժությունը կարելի է քեյբլներով անել, որպեսզի դիմադրությունը ճիշտ ուղղությամբ լինի։ Ու վերջին բանը, շատ աղջիկներ տեսնում եմ, որ assisted pull-up-ների վրա leg press-ի ինչ-որ վարիացիա են անում ու ենթադրում եմ, որ նստամկանների համար են էս անում։ Այստեղ քաշը բավականաչափ ծանր չի լինելու, ու բացի դրանից ինչ-որ կետից սկսած պետքա ձեռներով բռնվես, որ չբարձրանաս վերև։ Քանի որ եթե դու կարող ես աստիճան բարձրանաս, ուրեմն դու բավականաչափ ուժեղ ես, որ քո մարմնի քաշը մի ոտով բարձրացնես։ Սրա տեղը կարելի է զուտ մի ոտով leg press անել, որը բոլոր նույն մկանները շատ ավելի լավ կաշխատացնի, քանի որ անչափ ավելի ստաբիլ է, ու ինչքան ուզես քաշ կարաս ավելացնես։